Մինչև 2016 թվականը եղել է որոշում, որ Հայաստանը պիտի չունենա ռազմարդյունաբերություն։ Այդպիսի որոշում չի եղել։ Զինուժի կազմավորման սկզբում մի քիչ պակաս, հետո ավելի շատ, բայց առանց դադարի։ Ռազմական արդյունաբերություն Հայաստանում միշտ է եղել, ասում է 2008-ից 2016-ը պաշտպանության նախարար, այժմ ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Իմ ղեկավարության տարիներին ռազմական արդյունաբերության վարչությունը տեղափոխվել է նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կազմ, ինչու, որպեսզի ինքը կարողանա կատարել սպառազինության վարչության, այսինքն պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պատվերները։ 2010-ից էլ Ռուսաստանի հետ համատեղ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պլանով 4 ձեռնարկություն է բացվել։ Ավելի ուշ Սեյրան Օհանյանն ասում է, իր առաջարկով է ստեղծվել ռազմարդյունաբերության պետական կոմիտեն, որ ուշադրությունն ու ոլորտին հատկացվող գումարն ավելի շատ ու թիրախային լինի։ Բացի դրանից, մինչև 5 միլիարդի պաշտպանության նախարարությունը պատվերներ էր իջեցնում տարբեր ասենք Հայաստանում գործող տարբեր ձեռնարկությունների։ Բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանը պնդում է, ապրիլյան պատերազմից հետո միայն որոշ ռոմանտիկների ներդրումներով փորձ է արվել ոլորտին զարկ տալ։ Չի ստացվել, որովհետև Հայաստանում նպաստավոր չի եղել ռազմարդյունաբերության ոլորտում ներդրումը։ 2016 թվականին 30-ի չափ մենք ունեինք հետախուզական անօդաչու թռչող սարքեր եւ նաեւ փորձարկում էինք հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ռազմարդյունաբերության համար բեկումնային եղել է 2023-ը, պնդում է Մխիթար Հայրապետյանը։ Սեյրան Օհանյանը հակադարձում է, պետք չէ զրոյացնել այն, ինչի հիմքի վրա են նորը կառուցելու փորձեր անում։ Նույնն է պնդում նաև ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Դրական պրոցեսներ են, յուրաքանչյուրը փորձում է իր ոլորտում ներկայացնել իր ձեռքբերումները, իսկ որպես սկզբունք էլ ընտրված այն հանգամանքը, որ ցույց տան, որ մինչև այդ առհասարակ որևէ բան տեղի չի ունեցել։ Ի դեպ, ընտրություններին ընդառաջ մայիսի 28-ին իշխանությունը խոստանում է սպառազինության տպավորիչ տեսարան ցույց տալ Հանրապետության հրապարակում։ Ասում են ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն Հայաստանի քաղաքացիներին։ Երկրի պաշտպանությունը ապահովող է 8 տարի է իշխանության եք։ Ձեր ժամանակահատվածում պատերազմ էր, ագրեսիան էր, ինչ ասես չի եղել մեր երկրի գլխին։ Որևէ պայմաններում չեք կարողացել ձեր խնդիրները լուծել։ Ինչի են գլուխ կողում չես հասկանում։ Հերթական նախընտրական արշավն է։ Աբրահամյանն ասում է, գուցե ուզում են արդարացնել իրենց կուտակած 8 միլիարդից ավելի պարտքը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։